Տարեսկզբին երգչուհի Ռոզա Ֆիլբերգը իր ինստագրամյան էջում շոկային բացահայտումներ արեց ու հայտնեց, որ ամուսնալուծվել է։ Լուրը բավական երկար շրջան արվեց մամուլում, սակայն Ռոզան այլևս այդ մասին հրապարակում չի անում։ Փոխարենը նա հրապարակում է իր անձնական լուսանկարները, որտեղ երևում է, որ երգչուհին բավական նիհարել է ու նաև գեղեցկացել։ Մի փոքր ինքնասիրահարվածություն։ Սիրեք ձեզ, հոլովակին կից, գրել էր Ռոզա Ֆիլբերգը։ Իսկ մենք հավելենք նաև, որ ամուսնալուծության մասին Ռոզա Ֆիլբերգը հայտնել էր սոցիալական էջերի միջոցով։ Երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակում է սթորիներ եւ այդպիսով ակնարկում իր շրջապատում գտնվող մտերիմ կանանց դավաճանության, ամուսնու անառակության մասին։ Ինչպես ենթադրվում է, Ռոզայի հրապարակումներից տարիներ շարունակ ինքը խաբված է եղել։ Իսկ իր խոսքով շրջապատի հայտնի կանայք էլ իր ամուսնու հետ դավեր են նյութել իր դեմ։ Ռոզայի խոսքով տվյալ կանայք մտել են իր տուն ու կապ են ունեցել իր նախկին ամուսնու հետ։ Կոլեգաներիս եմ ուղղում, աղջիկներ, ովքեր ինտիմ կապի մեջ են եղել նրա հետ։ Ինչպե՞ս եք։ Միգուցե հրապարակեմ ձեր խոսակցությունները։ Ինձ թվում է, հետաքրքիր կլինի։ Ռոզան նշել է, որ վերոնշյալ իրեն դավաճանած, խաբած կանանցից երկուսը ամուսիններ ու երեխաներ ունեն։ Երգչուհին մի քանի անգամ ակնարկել է նրանց հայտնի լինելը։ Պաչիկներով վարտիքներ, սպասեք, հրապարակումներից մեկում գրել էր Ռոզան։ Ընկերներ, սիրելիներս, այնքան աջակցության խոսքեր եմ ստանում ձեր կողմից։ Ես շնորհակալ եմ բոլորիցդ։ Կարճ կասեմ, ցավն ու նեղսրտությունը դավաճանությունից չեն, այլ վերահսկելի լինելուց։ 3 տարի շարունակ իմ շրջապատում բոլորը, ում վստահում էի եւ մտերիմ էի համարում, հակառակն էին ինձ վստահեցնում, երբ նկատում էի նրա պոռնկությունը։ Հիմա հասկացա, թե ինչու։ Նրանք դա միասին էին անում։ Սիրելի գործընկերներ, ինչպե՞ս եք։ Միգուցե հրապարակեմ ձեր ու նրա նամակագրությունները։ Մենք գործ ունենք 3 տիկնանց հետ, որոնցից 2-ն ունեն ամուսիններ եւ երեխաներ։ Հիմա ինձ խնդրում են, որ լավ մարդ լինեմ եւ երեխաների պատճառով չբացահայտեմ։ Դե լավ, օքեյ։ Անօրինականորեն իմ անձնական տվյալների մեջ ներթափանցումը, տարածումը, հետապնդումը պատժվում է օրենքով։ Եթե դուք եւ ձեր ընտանիքը չհանգստանաք, եւ եթե դուք շարունակեք միջամտել իմ գործերին, անձնական կյանքին, կարդաք իմ նամակագրությունը, այնուհետև ես պետք է պետական մարմիններին դիմեմ, որ դուք օգտագործում եք մուտքը անվտանգության ծառայության միջոցով եւ ոչ միայն։ Արդեն 5 տարի է, ինչ այս անպիտանը իր իշխանություններում ունեցած ընկերների միջոցով հասանելի է դարձրել իմ անձնական տվյալներն իրեն։ Մարդիկ արդեն հարցեր են տալիս ու պարզում են։ Մենք դա կպարզենք անպայման։ Ընկերներ, դուք պատկերացնում եք, թե ինչ բռնություն է սա իմ նկատմամբ։ Ես ամուսնալուծվել եմ, բայց չեմ կարող հանգիստ ապրել, որովհետև մարդը իմ նամակագրությունների մեջ է մտնում, իր հետույքը փրկելու կամ շահերից ելնելով։ 3 գործընկերներիցս մեկի հետ իմ նամակագրությունից հետո նրա հետ շփվելու փորձերի բոլոր մանրամասները հետաքննելուց եւ ճշտելուց հետո, ի դեպ, այդ աղջիկը ընկեր ունի, բայց նրա այլասերվածությունը սահմաններ չունի։ Այս անպիտանը գաղտնալսել է բոլոր հաղորդագրությունները եւ փորձել վախեցնել նրան գրված բառերով իր հասցեին։ Արդյոք սա տղամարդուն արժանի պահվածք է։ Ինստագրամյան իր էջում անկեղծացել է ու կյանքից մանրամասները պատմել Ռոզա Ֆիլբերգը։ Star News-ը հանդես կգա առավել մանրամասներով, բացահայտելով ընկերուհուն դավաճանած հայտնիներին, ինչպես նաև կփորձենք ներկայացնել հակառակ կողմի տեսակետը։ Հավելենք նաև, որ երգչուհի դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը իր կարիերան սկսել է 2016 թվականին թողարկելով «Մոյ ածեց» երգը, ինչպես նաև կատարելով հարազատ հոգի երգը իր եղբոր Մգեր Արմենիայի հետ։ 2017-ից 18 թվականներին հանդես է եկել որպես դերասանուհի, նկարահանվելով Արմենիա հեռուստաընկերության «Նրան հատիկ» հեռուստասերիալում, որում մարմնավորել է գլխավոր հերոսուհու կերպարը։ Նա նաև կատարել է այդ սերիալի համանուն սաունդթրեքը։ Նրան հատիկ հեռուստասերիալը Ռոզա Ֆիլբերգին բերեց մեծ ճանաչում ու սեր հանրության կողմից։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Մհեր Արմենյան տետ-ա-տետ հաղորդման շրջանակներում խոսելով իր քաղաքական կարիերայի մասին նշել է, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, թեև նա նշել է, որ իր կուսակցության խորհուրդը այժմ շարունակում է իր գործունեությունը, բայց նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ եւ 5 տարվա դադարից հետո որոշել է նորից զբաղվել արվեստով եւ իրեն նվիրել արվեստին։ Անդրադառնալով այն հարցին, թե ժամանակին զբաղվելով քաղաքականությամբ նա ինչի դեմ էր պայքարում, Մհերը պատասխանել է, որ պայքարում էր այդ պահին երկրում տեղի ունեցող իրավիճակի
դեմ։ Հիշեցնենք, որ Մհեր Արմենյան 2021 թվականին հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին և տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կոչեց «Ազգի ձայնը»։ Նախնական շրջանում Մհերը նշում էր, որ գնում են դեպի հաղթանակ։ Հաղորդման ընթացքում Մհերը նաև խոսել է իր և տիկին Ռիտա Սարգսյանի հարաբերությունների մասին։ Երգիչը մասնավորապես նշել է, որ տիկին Ռիտան շատ լավ մարդ էր։ Նա բազմիցս է տիկին Ռիտային դիմել տարբեր հարցերով և միշտ ստացել է օգնություն։ Նրա պես առաջին տիկին մենք չենք ունենա։ Նա շատ լավ մարդ էր, շատ բարի մարդ էր։ Ես շատ կուզեի, որ իր անվան շուրջ տարածվող հիմար բամբասանքները լինեին իրականություն, որ ինքը ողջ լիներ, բայց իրականում տիկին Ռիտան չկա։ Ես ներկա եմ եղել այդ արարողությանը։ Մենք պետք է հիշենք միայն լավ բաները։ Նա ինձանից երբեք նեղացած չի եղել։ Մինչև վերջ մենք շատ լավ հարաբերություններ ունեինք Ռիտա Սարգսյանի հետ, ասել էր Մհերը։ Մհեր Բաղդասարյանի հարցին, թե ինքը ինչպես է կարողացել շփվել Ռիտա Սարգսյանի հետ այն պահից հետո, երբ փոխվեց նրա նավը, Մհեր Արմենյան պատասխանել է. Շատ հանգիստ, նա ուշադրություն չէր դարձնում այդ բաներին, ես մաքուր եմ եղել, մինչև վերջ շարունակել եմ նրան հարգել ու սիրել։ Հաղորդավարը նաև փորձել է ճշտել, թե Մհերն ու Էմին ինչ հարաբերություններ ունեն Նադյա Սարգսյանի մահվանից հետո։ Մհեր Բաղդասարյանը մասնավորապես հարցրել է, թե իրականում ինքը թույլ չի տվել, որ Նադեժդա Սարգսյանի ժառանգները շարունակեն Դորեմի քոլեջի գործունեությունը։ Ավելին, նա ցանկացել է փոխել քոլեջի անունը։ Երգիչը պատասխանել է հետևյալ կերպ. Ես լսել եմ ձեր հաղորդման շրջանակներում Էմիի մեկնաբանությունները այս հարցի շուրջ։ Իրականում շատ կցանկանայի, որ այդ հարցերը Էմին բարձրաձայնի ինձ զանգելով, բայց ինչևէ, ես էլ շատ հարցեր ունեմ։ Նադեժդա Սարգսյանը իր առողջական վատ դրության ժամանակ իր քոլեջը փոխանցել է մեզ, ինձ ու Վրեժ Կիրակոսյանին։ Նա դա արել է իր կենդանության օրոք։ Նա մեզ ասել է. պահեք այս քոլեջը ու դա մի կորցրեք։ Այդ քոլեջը ուներ բազմաթիվ խնդիրներ, Էմին դրանց մասին գիտեր։ Ոչ մեկ, ոչ մեկից ոչինչ չի խլել։ Դա պետական քոլեջ էր։ Էմին նույնպես կարող էր մասնակցել ընտրություններին ու ինքը դառնար տնօրեն։ Այլ հարց է, թե ինչու Էմին վերցրեց Դորեմին, դուռը շրխկացրեց ու տարավ այլ տարածք։ Իրեն ոչ ոք չի ասել գնա։ Էմիին ոչ մեկ չի նեղացրել, ու ես չեմ հասկանում, թե ինչի է նա այդ կարծիքին։ Հարցին, թե նա չի ամաչում, որ քոլեջի անունը դրել է Շառլ Ազնավուրի անվան, այլ ոչ թե Նադեժդա Սարգսյանի, Մհերը պատասխանեց, որ ոչ, չի ամաչում, քանի որ դա արել է, որպեսզի բախումներ չլինեն։ Նշենք նաև, որ 2018 թվականին Էմին գրառում էր կատարել իր սոցիալական էջերում հայտնելով, որ Դորեմին կգործի նոր հասցեում։ Ես երբեք չեմ դադարել երազել, քանի որ ծնողներս միշտ իրականացրել են երազանքներս։ Հիմա իմ հերթն է իրականացնել նրանց երազանքները և պահպանել արդեն իսկ ստեղծած գործերը։ Այսուհետ Դորեմին կգործի նոր հասցեում։ Նադեժդա Սարգսյանի հիմնած պրոֆեսիոնալ դպրոցը տարիների ապացուցված աշխատանքը ուսուցիչները կշարունակեն մեր սաներին ճանապարհ հարթել միջազգային մրցույթներում և աշխարհի տարբեր բեմերում, գրել էր Էմին։